Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանքը սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվա Կոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է հետաքրքիր թողարկում եւ ունեմ շատ սպասվածություն, բայց նրա մասին րոպեներ անց, որովհետեւ այս բան ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, աստծօրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Այսօր խմում ենք մենք մի ճարավոտ Թող ամեն ինչ ես բանակարևոր Բաց հոգին քո բաց Ես պահին արտած Ամբել գնաց թկա Մենք իրարով տարված Բաց քո սիրտը բաց Ապրենք խլագարված Կյանքը մեզ տրված Էլի մի պատված Կաղաք ու քո գիտի դու ով ես եղել Ում այդ հացդ կիսել Ում պատրաստ էի դու միշներել Դու գիտես որ միշտ էլ կոնն եմ եղել Քո հետ կյանքս կիսել Ու քո հետ ավոր գտել եմ ես սեր Լցնում ենք բաժակները Այ, այ, այ Դու էլ աշխարի տերը Վայ, վայ, վայ Էլ ոնց գտնեմ քո տեղը Այ, այ, այ Դու իմ օգու ընկերը Վայ Լցնում ենք բաժակները Այ, այ, այ Դու էլ աշխարի տերը Վայ, վայ, վայ Էլ ոնց գտնեմ քո տեղը Այ, այ, այ Դու իմ օգու ընկերը Վայ Այսօր խմում ենք մենք մի ճարավոտ Իսկ ես էլի քո աչերին կարոտ Բաց հոգին քո բաց Ես պահին արտած Ամբել գնաց թկա Մենք իրարով տարված Բաց քո սիրտը բաց Ապրենք խլագարված Կյանքը մեզ տրված Էլի մի պատված Կաղաք ու քո գիտի դու ով ես եղել Ում այդ հացդ կիսել Ում պատրաստ էի դու միշներել Դու գիտես որ միշտ էլ կոնն եմ եղել Քո հետ կյանքս կիսել Ու քո հետ ավոր գտել եմ ես սեր Լցնում ենք բաժակները Այ, այ, այ Դու էլ աշխարի տերը Վայ, վայ, վայ Էլ ոնց գտնեմ քո տեղը Այ, այ, այ Դու իմ օգու ընկերը Վայ Լցնում ենք բաժակները Այ, այ, այ Դու էլ աշխարի տերը Վայ, վայ, վայ Էլ ոնց գտնեմ քո տեղը Այ, այ, այ Դու իմ օգու ընկերը Վայ Լցնում ենք բաժակները Դե ինչ 21 TV-ի եթերում շարունակում էր աշխատանքը Ձինայդ նախագիծը եւ ըստ ֆորմատի ես առաջարկում եմ տեսանյութ բավականին հաճելի հավաքածու է եւ ունեմ շատ սպասվածություն։ Իմ կարծիքով տեսանյութը դիտելուն պես կիմանաք ում մասն է խոսքը եւ նրան մեծագույն սիրով արդեն բարի գալուստ կասեմ։ Ինսյոթովա։ Ալո, ալո, Բարև պապ, վախ,
Բարև տղես, բարև մեռնեմ քեզ, ոնց ես աղբերս, ոնց ես բալես, գալիս ես արդեն։ Լավ եմ, պապ, շատ լավ, հեսա քիչ հետո կհանգստանամ, ինչ ես անում, պապ։ Ինչ եմ անում, ցուլիկին եմ արածացնում տղես, քո մատաղացում, գիտես, արդեն 2 տարեկան է, տեսնես ոնց եմ պահել, չավացրել, բալես, 200 կիլո միսկա մեջ է, հեսա կգաս կտեսնես, ինչ քեֆ ենք անելու, ինչքան մարդ հա գալու աշխալու սենքիդ, դահոլ զուրնա, են ոնց եք ասում է, ջիդե ենք բերելու, ջերադի դոր աղբերս։ Պապ, այ պապ, ինձ լսիր, Լսում եմ տղես, այդ սուլիկին կմորթես, քուրիկի սուսման վարձը կտաս, այդ քեֆ ու քո ասած ջիդեի փողնել, կտանես վարկդ կփակես, պապ ջան։ Էդ ինչ ասում է, գժվել այս տղան, Պապ, հիշում ես ինձ ինչ էր ասում, քեզ տղամարդու պես պահի, ուժեղ եղի, հիմա ես եմ քեզ ասում, քեզ տղամարդու պես կպահես, տատիկի ու պապիկի կողքին կլինես, պահապ, մամային լավ կնայես, ոնց էր ասում է, տոս արցանիքին, ոնց եմ պարելու, թոր եմ ունենալու, ոնց եմ սիրելու, այ, քուրիկին կամուսնացնես, պապ, ու իր երեխեքով կսփոփվես, պապ, էդ ինչ կրակոցների ձենա գալիս տղես, այս ամպերն են նենց են գորգորում, էդ ամպեր իմ գլխին կարկուտ կբերեն, ու սաղ կյանքը կմնամ հարվածի տակ, Քաշիր տղես, քաշիր, Դե ինչ ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողները նրան ճանաչեցին, շատերն էլ ասում են կարոտել ենք, ոմանք էլ ասում են ի դեպ նա մեր հարսանեկան հանդիսությունը բավականին գժական տարբերակով վարեց եւ լավ օր ունեցանք եւ այսպես շարունակ, բայց նա առաջնահերթ տաղանդավոր դերասան է, հետո արդեն բավականին կայացած հանդիսավար։ Իմ տաղանդավոր ընկերը Արմեն Դալաքյանը ինձ մոտ տաղավարում է։ Արմ ջան, ողջույն։ ողջույն, Ես չէի մտածի, որ իմ ընկերոջը, որը բավականին հայտնի է առավել եւս սերիալներից, արդեն չեմ վախենա ու կասեմ կայացած հանդիսավար։ Դու դարձել ես այն հանդիսավարներից, Արմ ջան, այն որ ասում են կներեք ամսվա մեջ այս օրս ազատվեց, այսինքն դու 30 օրն էլ գործի ես։ Շատ թափով սկսեցի։ շնորհակալ եմ քիչ ամաչեցի, նախ առաջնահերթին շնորհակալ եմ հրավերի համար, Սիրով։ Շատ տաքուկ տեղ, տաքուկ տաղավար, դեր միշտ Փայլուն Ձինա Ակոպովնան, Շնորհակալ եմ։ շնորհակալ եմ շատ ջերմ խոսքերի համար, իսկ թե Այդ անցումը Արմեն։ հանդիսավար, հա, Փաստով հանդիսավար նոր դերասան հիմա։ Շատ ես խորացել մեջ, չէ, Արմեն։ դե առաջնային իմը դերասանն եմ, Հա, ավելին ասեմ, նաև խորացել եմ ռեժիսորության մեջ, լավ։ հիմա նաև աշխատում եմ որպես գլխավոր ռեժիսոր, Որտեղ։ Գավառի պետական դրամատիկական թատրոնում, Գավառի։ այո, Մամաս հիմա երջանկացավ հետո։ մամային ջեր ողջուններ, Լավ։ իդեպ մարտի 8-ի հետ կապված սիրով քեզ գրավիրեմ, մեր նոր ներկայացմանը ներկա գտնվես, Ահա, փակակ ձեր չբացեմ, որը Շատ- լինելու է Գավառում, այո, հետո։ ես սիրով քեզ կտանեմ, սիրով կբերեմ, այնպես որ բոլորդ էլ հրավիրում եմ Գավառի դրամատիկական թատրոն, որպեսզի ներկա գտնվեք շքեղ ներկայացման։ Շատ լավ, դերասանական կազմ կա, այնտեղի ժողովուրդն է, որ մարդիկ աշխատում են փաստորեն, թատրոնը աշխատում է, այ ես դրա մասին չգիտեի։ Հավատա, այո, դերասանական կազմը շատ մեծ է, թվով 13-ն են, որից
4 դերասանը Երևանից են, մնացածը հենց Գավառի դրամատիկական թատրոնին բազում տարիների փորձ ունեցող դերասաններ են, որոնք բավականին երկար տարիներ աշխատում են այնտեղ։ Երևանից երիտասարդներ եւ նույնպես հայտնի դերասան են արդեն տարել մեր թատրոն, որպեսզի մարզային մշակույթը եւ թատրոնը ել ավելի զարգացնենք։ Դա էլ օզնական գործն է։ Հետաքրքիր է։ Ինչն է հետաքրքիր տիկին։ Ես կասեի նախկին արեաշտ։ Պիրուսա։ Ինչ է ասում։ Լուրջ եք ասում։ Լուրջ եք ասում։ Ես էլ վախեցա։ Ես էլ վախեցա։ Գիտեք։ Ինչ եմ Մեր ասում։ իվանը մենակություն։ Հիանալի է, բայց դու ոնց ես բոլոր միասին կարողանում համատեղել։ Հավատա, եթե սիրում ես գործդ, Բայց ժամանակը էլի, ասենք, մենակ Համաձայն եմ։ ճանապարհը արդեն հաշվի։ տես, եթե դու քո գործը սիրում ես եւ սիրով ես անում, ժամանակը արդեն քո հետևից է գալիս։ Դու ժամանակից անցնում ես առաջ։ Դե առավոտները ես գնում եմ բնականաբար աշխատանքի Գավառ թատրոն փորձի, 4-5-ին դուրս եմ գալի այս մի աշխատանքին, արդեն հանդիսավարության եմ։ Շատ լավ, ես հիմա շատ ընկերներ ունեմ, որոնք ասում են ձին, հələ մի հատ ով է նայում մեր կնունք ծնունդով է վարում ու բնականաբար ուղարկում են քո դեմքը։ Ասում եմ, ես Արմենի հետ երբևիցե չեմ վարել դուետ։ Չէ, ինչի մենք Ինչ? դուետ չենք վարել, Հարսանեկան հանդիսություն, հարսանեկան մենք չենք վարել, բայց Դե հա։ բավականին շատ Սպորտային միջոցառումներ, այո։ միջոցառում ես դու վարել ենք ու ինձ համար երբ որ պրոֆեսիոնալ հետ ես բեմում, անկախ քեզնից դու ավելի հանգիստ ես լինում, որովհետև եթե միտեղ մարդ ես, կարա լինի խոսքի պաուզա կամ ինչ որ բառի կորուստ, բնականաբար քո զուգընկերը Քեզ կփրկի։ երբեք այդ անդունդում չի թողնի։ Ինձ համար շնորհակալ եմ, որ այն մեծ մեր սպորտային միջոցառումը մենք միջազգայինը վարեցինք միասին, որը շատ Դժգոհ հաջողված չես, է։ չէ՞։ Իհարկե ոչ։ Հա, որտեվ ես այդտեղի մապսեի մեջ եմ մեկ մոռանում եմ, որ կա Զինա ջան, դու այդ ունես, ես քանի որ սովոր եմ այդ Ու թեմային։ հետաքրքիր է զորնա, որ ես չեմ անում, որ այդ օրը քո հետ եմ դու հետ միջոցառմանը, ու հետ միջոցառման տեղը տեսնում եմ, որ Զինան Ակոպովնան ասում եմ, ջան, բախտս բերեց։ Բայց ես այդպես չեմ արտահայտվել, որովհետև ինձ ասացին Զինա ջան, դու այդ օրը վարելու ես Թամադայի հետ։ Ես էլ ասացի ուղղակի ինձ համար Թամադա, հա, կոնկրետ հարսանիքի հանդիսություն վարող Թամադա։ Արդյոք նա կարող է սպորտային միջոցառում ինձ հետ վարել։ Մեղք չեմ։ Գալիս եմ տեսնում Արմենն է, ինչ է արդեն հաճելի էր էլի հասկացա որ Ուղղակի վատենա որ Հայաստանում Թամադա եւ հանդիսավար շոումենը մի քիչ շատ ասենց ասում եմ Թամադա բառը արդեն այդ Արմեն, բայց մենք ունենք իսկապես Թամադաներ։ Համաձայն չեմ հիմական բառից բուն իմաստով Թամադաներ, այդ պալատկի տակի Թամադաները։ Դե իմ համար Թամադան է որ ասում ասեց, պիտես։ Չէ, այսօր կա հանդիսավար եւ շոումեն, որը հարսանիք էլ ավելի հետաքրքիր է դարձնում, ոնց որ ես եւ դու։ Շատ լավ։ Այս բոլորի հետ մեկտեղ հիմա շատերին հետաքրքրում է հերվացել ես էկրանից, ինչի արմա, առաջարկները դուրս չեն գալիս, խորացել ես այս գործի մեջ, ինչ է կատարվում հիմա։ Առաջարկներ ունեմ, բայց այս պահին քան որ թատրոնում է շատ իմ զբաղվածությունը եւ հանդիսավարությունով, փորձում եմ ստոպ տամ, որտեղ ես սիրում եմ գործը անել ճիշտ ժամանակին, պունկտուալ եմ։ Երևի նոր ամառը կսկսեմ նորից էկրաններին Հա։ Դուրս գալը արդեն ժամանակային առումով այս պայդրությամբ մենք 3 ներկայացում ենք պատրաստում, 3 ներկայացում պրեմիերա պետք է հանձնենք մարտի 8-ից սկսած, ասենց խորացած մենք աշխատում ենք թատրոնում։ Մի հարց էլ, Արմ դու այդտեղ եւ ռեժիսոր ես եւ խաղում ես։ Չէ, միայն ռեժիսոր։ Միայն ռեժիսոր ես, պաշտոն, փաստորեն։ Բայց ես քեզ համար ունեմ նաեւ բլից հարցեր։ Եվ Երկար չես մտածում եւ այսքանով նաեւ կարողանում ենք մի քանի հարցեր ընթացքում, որը 20-ն են։ Իմանալ թե ինչպիսի ճաշակի տեր Արմենը, պատրաստ ես Արմ։ Գնացինք։ Օրը սկսում է առավոտյան ժամը։ Ինձ համար 08:30։ Լուրջ։ Այո։ Հո, լավ է։ Ես ավելի վատ էի պատկերացնում։ Իսկ աչքերը բացելուն պես սուրճ, հեռախոս։ Սուրճ։ Հեռախոս։ Եվ հեռախոս։ Երկուսը բեկում։ Լավ, առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։
Երկուսն էլ։ Սպորտային թե երեկոյան հագուստ։ Այս բարակամի սպորտային, որտեղ անդադու երեկոյան հագուստի մեջ է, եւ սպորտայինը ավելի շատ հենց քաշում է։ Կա տենց բան։ Օրվա մեջ քանի անգամ կարող է Արմենի տրամադրությունը փոխվել։ Բավականին շատ։ Իսկ այդ փոխման Եղանակից, մարկանցից, շրջապատից։ իսկ շրջապատի վրա ազդում է փոփոխությունը։ Չէ, փորձում եմ ես ինձ մեջ պահել, բայց այդ երբ որ ես տանը լինեմ եւ տրամադրությունս ընկած լինի, ինձ օգնություն է հասնում միայն իմ շունս։ Հա, նորմալ է, փաստորեն բան չի փոխվում։ Նույնը։ Իսկ ով կամ ինչը կարող է քեզ հունից հանել։ Դեմքիդ նայել եւ սուտը ասել։ Չեք սովորել էլի, այսքան ստի մեջ չեք սովորել ստին հարմարվել է փաստորեն։ Հավատա ես չեմ կարող։ Լավ։ Ավելավա դառը ճշմարտությունը դեմքիդ ասեն, քան ստեն։ Հասկացա։ Նախընտրած ուտեստ ունես։ Այո։ Որն է։ Ֆրի։ Լուրջ ես, էժան է, էլի ամեն ինչ շատ հասանելի է, հեշտ պահվող է։ Իսկ խմիչք։ Վիսկի։ Նախընտրած կենաց։ Իմ մայրիկիս։ Շատ լավ։ Ինչի մասին երբեք չես բարձրաձայնի։ Տխրությունս։ Իսկ կա մարդ, ով գիտի քո բոլոր գաղտնիքները։ Միայն իմ Աստված։ Շատ լավ։ Ով է քո կյանքի հերոսը։ Երևի կյանքը։ Շատ լավ։ Ինչից ես վախենում։ Ձմեռը մեքենա քշելուց։ Ես կարող եմ 3 տարբերակ ասել քեզ։ Ծերանալուց, կորստից, թե մահից։ Կորուստը եթե լինի հարազատ։ Լավ, այդքանը հերիք է։ Նախընտրած սպորտաձև, թե թևոցն է մի քիչ շատ տենց լրջացանք։ Սպորտաձև, նախընտրած որ տենց սիրում ես։ Մեծ թենիս։ Շատ լավ։ Քիմ Քարդաշյան, թե Վիագրա։ Երկուսը չի լինի։ Կլինի։ Քիմ Քարդաշյան առաջինը։ Շատ լավ։ Դե Վիագրոն էլ 3-ով են կամ 4-ով։ Կար այդ բոլորին էլ ընտրեին, մեկը տղամարդիկ անկուշտ վիճակա։ Շատ լավ։ Եվ շփվում ես դու Աստծո հետ արմ։ Երբեմն երբ որ երեկոյան տուն գալուց մեքենայի մեջ ես փորձում եմ այդ օրվա համար շնորհակալություն հայտնեմ այդ օրվա համար ու շատ դեպքերում երբ որ ինչ որ մի հաջողության հասնում եմ ես առաջին հերթին իմ Աստծուն եմ շնորհակալություն հայտնում։ Հիանալի է։ Եթե քեզ առաջարկեն դուետ, կա տենց մտքումդ մարդ ու միշտ ուզել ես որ քո կողքի լինի որպես դուետ, թե խաղընկեր, թե հանդիսավար, ինչ որ դուետի անում կարող ես տալ։ Տեսեք, ես սիրում եմ աշխատել տարբեր մարդկանց հետ։ Անընդհատ մեկ մարդու հետ աշխատելը նույնն է լինում։ Իսկ տարբեր մարդկանց հետ դու կարողանում ես բացահայտել ինքդ քեզ, բացահայտել դիմացին։ Տես, ես բավականին դուետներ ունեցել եմ ու քո հետ առաջինականն ու ոչ հանդիսավարության հետ, բայց էլի կապ չունի, մենք միասին ենք եղել ու լիքը բան սովորել եմ, լիքը բան կոպիտ ասած գողացել եմ, որովհետև մարդիկ ինչքան սովորի, այնքան ինքը տարածա իր կյանքում, այնքան հաջողությունների կհասնի։ Դե բայց սովորելն ու գողանալը դա մի մեծ իմ կարծիքով երևույթ է, որ կարողանաս։ Այդ ամեն մեկը չի կարողանում։ Համաձայն եմ։ Շատ լավ։ Եվ գողանալները ճիշտ ձև կա գողանալու։ Կոպի փեստ անել չէ։ Դե ես հասկացա ինչի մասն է խոսքը։ Իսկ կարգախոս։ Իմպանում է սրտովարը։ Եվ վերջում հույսով եմ երկար չես մտածես հարցի շուրջ, էլի։ Նախընտրած հեռուստահաղորդավարություն ես։ Ձենս գցում էի ամբողջ տաղավարով ասել։ Շատ լավ։ Արմ ջան, իմ կարծիքով Facebook-յան այն բոլոր մեր հետևորդների խնդրանք ես կարողացա իրականացնել, որովհետև մենք Facebook-յան մեր էջում ծրագրի ինչքան էլ հասկացնում ենք ժողովրդին, որ մենք ունենք հյուրեր, որոնք ըստ Նորությանն Հակոբովնայի հյուրը լինում, բայց նրանք միևնույն է ուզում են ինձ մոտ տաղավարում տեսնել այն մարդկանց, ում իրենք են ուզում։ Պակաս չէր քո նկարները եւ վիդեոները, որ մեզ մոտ ուղարկված էր եւ ադմին ինձ ցույց էր տալիս, այնպես որ կարոտ կա, մարդիկ ուզում են իմանային ուր Արմեն է, մենք են գումար չունենք կամ ծնունդ կնունք հարսանիք չունենք։ Հիմա փաստով գավառ կարող է գնալ, այս դեպքում արդեն գավառի գեղեցիկ սերի ներկայացիչներն էլ ագեցած կլինեն փաստով, որովհետեւ դու դեռ չես լքել, չէ՞, ցանկալի փեսացուների շարքը թե Նախճիկներ ջան, էդ էլ բացահայտվեց։ Էնպես որ ես որպես արդեն քեզ ընկեր միշտ պահանջում եմ
Նորության դեպքում չսպասես իմ արձագանքի, միշտ չի որ ես այսինց լիքը բան եմ իմանում, հա։ Խնդրում եմ արձագանքի իրարիր ներկայացնենք, բացահայտենք, ինչու ոչ, նաև ամփոփենք, տեսնենք ինչքանով է գոհ ժողովուրդը քո արած աշխատանքից, եւ ես մեծագույն սիրով այստեղ քեզ հետ գրավիրեմ այն դերասանին, ում կցանկանաս լինի ինձ մոտ տաղավարում։ Ես կառաջարկեմ մարտ ամսին, երբ որ արդեն ներկայացումը պատրաստ լինի, որ կարողանանք նյութով ճիշտ խոսել, ճիշտ ներկայացնենք, այդ ժամանակ կանք արդեն ճակերտները բաց խոսենք։ Ապրես, շատ շնորհակալ եմ քեզ, ես քեզ շատ սիրում եմ։ Փոխադարձ։ Եվ այսքանից հետո էլ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միջև հիմա հետևում էին մեզ, այսպես ասած նաև հաճելի զրույցը միջև ձեզ հետ իմ տաղանդավոր ընկերներ եւ ձեր Ձինա Հակոբովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV-ի եթերում։ Բարին ձեզ։ Մամաս հանկարծ չիմանա Հերու ես պահում քեզ ոնց դիմանա Շուտով բոլորն էլ հաստատ կիմանա Մենակ մաման դա որ չի դիմանա Քեզ տանեմ այ բալա Քեզ պահեմ աշխարը թող իմանա Կզանգեն վրա կանես աղտակն ու վրա Պատասխանի ասա որ նորմալա Քեզ աշխարը թող իմանա Կզանգեն վրա կանես աղտակն ու վրա Պատասխանի ասա որ նորմալա Կանգնած եմ ձեր թաղում առավոտից Տեսնողն ասում է ընկել եմ հալից Էնում յարնա հերու հերվից գալիս Հենց հիմա լամիտ քա գլխիս գալիս Քեզ տանեմ այ բալա Քեզ պահեմ աշխարը թող իմանա